Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը նոր գրառում է կատարել, նշել, որ Կտրիչ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը, որոնք խախտել են Մայր տաճարի խորանի առաջ ստանձնած ուխտը և ստորագրած ուխտագիրը, որևէ գերակայություն չեն կարող ունենալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որոնք ազնիվ են Աստծոյի և իրենց հոտի առաջ ու առաքինի իրենց ծառայության մեջ։ Նրանք արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին, նշել է վարչապետը։ Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններին վարչապետն անդրադարձել է նաև ազգային ժողովում 2024-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթում, նկատելով, որ փորձ է արվում ներկայացնել, թե իշխանությունը պայքարում է եկեղեցու դեմ, բայց իրականում կանգնել են եկեղեցու սրբություն սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից և իրենք ոչ թե եկեղեցու դեմ են պայքարում, այլ արժեքների և նվիրապետության համար։ Անդրադառնալով իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին, թե եկեղեցու դեմ խոսելով իշխանությունը կատարում է թուրքերի և ադրբեջանցիների ուզածը, վարչապետն ասել է, որ դա մեր իրականության ամենախոշոր և ամենապրոբլեմատիկ խոսույթն է։ Փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի ուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումներն են, որ եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները, ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաեւ, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական, գաղափարախոսական եւ նյութական անվտանգություն այդ թվում, որովհետև այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա։ Տերն է երկրի վրա։ Եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը։ Կուսակրոնության, նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն եւ դրա եթե ես հատուկ կարդացի կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր բաներից, բոլոր այսպես արտոնություններից կամավոր զրկվում է։ Իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք։ Մոմի գործի բանը 1000 ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է, կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իր քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք
եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Եվ ես էլի եմ ասում, ես դրան այսօր եւ այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են եւ հոգեվոր եւ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Բայց այդ մարդիկ, որ չեն կարող մի ամիս առաջ ինչպես կնոջ ապրել, իրանք ինչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ եւ հանրության առաջ ազնիվ են եւ իրենց ծառայության մեջ առաքինի։ Ով է օրինակ Կտրիչ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ոնց կարա կուսակրոնության ուխտը խախտած եւ չեմ ուզում ամբյոնից էլ այդ բառը պաշարը օգտագործել, ասենք Սամվել Առաքելյան կոչվող ոմը մեկը ոնց կարա ամուսնացյալ եկեղեցի քահանաներին Խաչատրյան ներողություն, Սամվել Խաչատրյան, ամուսնացյալ քահանաներին հրաման տա եւ նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի։ Ոնց կարա։ Դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Որտեւ ինչ ասես, որտեղ ասես անում են, մի հատ էլ գալիս են այդ բանի դիրքերից, որպես մարդիկ, ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ, գալիս են բարոյական եւ ոչ միայն իրավական բան են կիրառում։ Իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով, հասկանում եք, այդ փաստի բերումով։ Մի հատ էլ ոնց կա կաթողիկ ասում են կաթողիկոսի անձնական կյանքը։ Հասկանում եք։ Կաթողիկոսի անձնական կյանքը։ Մարդիկ, ով որ խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են հայ առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, նրա պատմությունը, նրա ավանդույթը, նրա արժեքը քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, եւ մենք դա թույլ չենք տալու։ Ես ասում եմ ինքս որպես մարդ, ով ունի հոգեվոր զգացմունքներ։ Վարչապետը կարծում է, որ վերջին 7 տարիների պատմությունը հաջողության ոչ թե անհաջողության պատմություն է։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով Լեռնային Ղարաբաղի հարցը որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանը չգտնվի։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ եւ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը, որովհետեւ ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա, եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է, եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես եւ մենք բոլորս, առնվազն ես, որովհետև բոլորի հետ չեմ խոսել, դրա համար իմ անունի այս թեմայով շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ։ Եվ էլի ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, եւ սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։
Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանն ավարտվեց։ Հերթական նիստերի օրակարգի չքննարկված հարցերը կքննարկվեն հետագայում։ Խորհրդարանն ընդունեց բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը։ Մինչև այդ քննարկումների ընթացքում վարչապետն ու ընդդիմադիր պատգամավորը պայմանավորվել են գնալ տեսնել ստրատեգիական նշանակության ինչ է ստեղծվել սահմանին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչ է փոխվել մեր կյանքում, երբ պետական պարտքն ավելացել է, Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքել է, ասել, որ Հայաստան խմբակցությանը կարող են տանել եւ ցույց տալ կատարվածը։ Ազգային ժողովի նախագահն էլ խոստացել է կազմակերպել դահլիճում հնչած առաջարկն ու ապահովել մեքենայով տեղափոխումը։ Աննա Գրիգորյանի ելույթից հետո պատգամավորի եւ վարչապետի երկխոսությունը շարունակվել է։ Փաշինյանն առաջարկել է օր նշանակել եւ միասին գնալ տեսնելու իրականացված աշխատանքները։ Փաստ չէ, որ օրինակ մեր պետական պարտքը ավելացել է 7 միլիարդով, 13 միլիարդ պետական պարտք ունենք։ Թունյանն ասում է, ինչ եք խոսում պետական պարտքից, օրինակ Գյուրեղյանը պարտքը ավելացել տուն ա գնել։ Ճիշտ է ասում, բայց նա պիտի ասի մեր պետական պարտքը, որ ավելացել է։ Մեր կյանքում ի՞նչն է ավելացել։ 7 միլիարդ։ 7 միլիարդ։ Այս իմ զեմլակները այսօր որոշել են հատուկ ինձ արձագանքել, տենց հրաման ունեք։ Լրացում 13 միլիարդ պետական պարտքի պայմաններում մենք ինչ ենք ստացել։ Կրկնում եմ, ուզում եմ գնալ տեսնել ստրատեգիական նշանակության, ինչ եք ստեղծել մեզ համար։ Մեր երեխեքի համար, որովհետև երեխաները դուք ավարտական ելույթ ունեք, չէ՞։ Լրացում, ես խնդրում եմ Տիկին Գրիգորյանի զեմլակներին լռել։ Եվ հերիք եղավ զեմլաչիստվայով զբաղվեք և ռուսերեն բարեր օգտագործեք։ Կարող ենք կազմակերպել, ես էլ պարտավորվում եմ մեքենան ապահովել, եթե ուզում եք գնալ տեսնեք։ Ինձ ցույց տալու կարիք չկա, դուք ժողովրդին պետքա ցույց տաք 7 միլիարդը ինչի վրա է գնացել։ Տեսեք, ամեն անգամ ես սա որպես փաստ արձանագրում եմ, երբ հարցնում եմ պետական պարտքը ինչի վրա է ծախսվել, կոնկրետ Տիրապետում եմ նախազգուշացում Աղվան Վարդանյանին տեղից բղավելու համար։ Առաջարկ կա։ Լավ, դահլիճում լրացում, պարոն վարչապետ, դրա մասին ելույթի ժամանակ։ Տիկին Գրիգորյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Լրացում դահլիճում, ուրեմն պայմանավորվեցինք, կարծում եմ։ Պայմանավորվեցինք, ուրեմն հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որ Հայաստան խմբակցության պատգամավորները համաձայն են գալ եւ տեսնել այն բոլոր ծախսերը, որոնք որ արվել են ամրացված շրջաններում, ոչ միայն պատմեմ սա, լավ չեմ պատմի սա, եւ կարծում եմ օրվա հետ կապված ես ձեզ կտեղեկացնեմ, տեսնենք թե քանի պատգամավոր կգա։ Մի հատ ձեր 4-ը + 7-ը կհանեք, տակը ինչ կմնա կքննարկենք։ Նիստը հարթ չի անցել, վիճակը լարվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ։ Պատգամավորն ընդդիմադիրների հայտարարություններից առանձնացրել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանին։ Պատգամավորն էլ տեղից բղավելով արձագանքել է։ Կայ դուք, պարոն Խաչատրյան, լավ եկաք, ուր են ձեր դաշնակ գործընկերները։ Ու հետո էլ մյուս դաշնակն էլ Գեգամը Մանուկյան գալիս է այստեղ ասում է ես խոսում եմ հազարավոր զինվորականների անունից ու բանակից է խոսում, որ էլի պղծել են։ Տոդովսկի քո անունից չես կարում նորմալ խոսած, դու ո՞ս կարաս հազարավոր մարդկանց անունից առասարակ խոսաս։
Ու բանակից հեռու մնացեք առասարակ, դուք չեք զանգում հրամանատարների պատերազմի օրերին աղաչում, չգիտեմ ինչեր խոստանում, որ տանկերը պտտեն դեպի Երևան։ Այ դավաճաններ, այ հողատուններ։ Եվ ահա այս միջավայրում, սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, որտեղ չկան իրավունքներ, հարստանալու միջոց, լավ կրթություն ստանալու եղանակ, ծնվում են բարեգործները, որոնք այդ նույն մարդկանց հաշվին հարստանալով գրոշներ են շպրտում ժողովրդին, թե բա մենք բարեգործ ենք, թե բա մենք լավություն ենք անում, որ վերջնականապես ստորացնեն մարդկանց, մուրացկանի հոգեբանություն ներարկեն, թալանեն ու կառավարեն ոնց ուզում են։ Սրանց մոտ հակառակն է եղել, աղքատներից գողացել են, բաժանել են հարուստներին, Ռոբին Հուդը սխալ են հասկացել սրանք երևի երեխա ժամանակ։ Սխալ հեքիաթներ են պատմել սրանց երեխա ժամանակ։ Օրինակ այս փոքրիկին սխալ հեքիաթներ են պատմել երեխա ժամանակ, որ գալիս տեղ ինչ որ ճորո բաներ է։ Դու սուս մնայիմ ելույթի ժամանակ ընդհանրապես ձայնդ կտրիր, սսկվիր տեղդ Գեգամ Մանուկյան, սսկվի ձայնդ չլսեմ իմ ելույթի։ Ձայնդ չլսեմ, սսկվի ստահ։ Պարոն Հովհաննիսյան, դուք էլ հարգալից գտնվեք։ Ու շարունակեմ ներողություն։ Ու մի հատ էլ այդ բարեգործները գալիս են մունատ են գալիս, մատ են թափ տալիս հայկական պետականության ու հայ ժողովրդի վրա։ Դե բա փող ենք տվել, ինչ կուզենք կանենք։ Կարողա գիտեք այս ձեր օբյեկտն է։ Փող ենք տվել, օբյեկտ եք սարքել այս պետությունն ընդհանրապես։ Կառավարական առանձնատունը մենք ենք սարքել, թքած ունենք հեծի վրա։ Այդ տաշիր պիցաների վրա էլ ոնց որ թքած ունեք, ժողովրդին հաց եք տալիս, որտեղ մտան պարզվեց հակասանիտարական վիճակը։ Տենց եք դուք այս ժողովրդին սիրում, հա? Հայ ժողովուրդը հաց ուտող ժողովուրդ է, դուք այս ժողովրդին ոնց որ ընդհանրապես չեք ճանաչում, դուք լավ չեք ճանաչում։ Այլ ճարճուն են դեսանտ են իջացրել, հեսա պարաշուտները կհավաքենք ձեր դեսանտների, տենանք ինչ եք անելու։ Ու դերս ընդդիմությունն էլ հեծի ազգայնացման թեման վերցրել է, գալիս ասում է, հեծ ազգայնացնում են, որ տան բանին։ Թուրքերին։ Ու դա ասում է Արագավազ դաշնակ իշխանը ավելի մեծ տխմարություն, ներողություն հնարավոր չի։ Ձայնդ կտրիր Գեգամ Մանուկյանին ելույթի ժամանակ քանի անգամ քեզ ասեմ։ Քանի անգամ հեսա չափերդ կգծեմ, հանգստացի։ Պարոն Մանուկյան, լրեք։ Հանգստացիր Գեգամ Մանուկյան, սուս մնա։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ հարգալից։ Այո, հարգալ ես անհարգալից բառ չեմ օգտագործում, կարծում եմ արձանագրում եմ ճշմարտությունները, պարոն Հովհաննիսյան, որը ցավոք սրտի շատ դաժան է։ Հեծում ահռելի ներդրումներ չեն կատարվել կամ արդյունավետ չեն եղել։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Հեծը մի շարք դեպքերում չարաշահել է մոնոպոլ դիրքը։ Շատ դեպքերում բողոքներ են ստացել նոր բաժանորդներից։ Հարցին արդյոք Սամվել Կարապետյանի հետ քննարկել են խնդիրները, Եղոյանը դրական է պատասխանել։ Նաև շեշտել, եթե եղել են չարաշահումներ, պետք է հետևանքներ լինեն։ Շատերն ասում են, սա նոր ենք հիշել այս թեման, ես ուզում եմ հիշեցնել, որ երբ էր 3-4 ամիս առաջ, երբ Գարեգին Բաղրամյանը հրաժարական տվեց, չէ, տարուց ավել տարի չկա հաստատ, այն ժամանակ մենք իրեն հրավիրեցինք ֆրակցիա, ունեցանք խոսակցություն, այսինքն այն ժամանակ ոչ եկեղեցականների, ավելի ճիշտ հետ կապված թեման կար, ոչ Սամվել Կարապետյանի հետ կապված թեման կար, հեծի հարցն էինք մենք քննարկում եւ չէ, ուզում ասեմ հարցը կար որովհետեւ քննարկեցինք եւ այդտեղ մենք բացահայտեցինք ի զարմանս մեզ, որ ահռելի թվով ներդրումներ այնտեղ չեն կատարվել կամ արդյունավետ չեն կատարվել, ել չասած նրա մասին, որ հեծը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը, մասնավորապես շատ դեպքերում մենք շատ բողոքներ ենք ստանում նոր բաժանորդներից, որ ստիպում է իրենց նոր բաժանորդ դառնալուց հետո համապատասխան, ասենք, հաշվիչներ կամ տրանսֆորմատորները ձեռք բերել իրենց հետ փոխկապակցված ընկերությունից, շատ որակավորված սպառողներից կամ ընդհանրապես սպառողներից մենք բողոքներ ենք ստանում, որ շուկայի ազատականացված հատվածում հեծի հետ փոխկապակցված ընկերությունները ստիպում են, որ որակավորված սպառողները հոսանքը ձեռք բերեն հենց իրենցից։ Իսկ շուկայի ազատականացման իմաստն է, որ որակավորված սպառողները ձեռք բերեն անկախ մատակարարների։
Այս պահին հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում, հնարավոր է կառավարությունից ազգային ժողով դեռևս չի հասել։ Քննարկումների փուլ է լինում։ Լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն է ասել։ Արձագանքելով հայտարարությանը, թե հեծի պետականացման գործընթացը սկսելու համար օրենքի նախագիծ է շրջանառվում։ Նրա խոսքով նախագիծը բնականաբար պետք է քննի տնտեսական հարցերի հանձնաժողովը, գուցե պետաիրավական հանձնաժողովի հետ համատեղ, կախված հարցի բովանդակությունից։ Հարցին արդյոք պատրաստ է պետությունը գնել հեծը, Բագրատյանը պատասխանել է, պետք է բանակցել սեփականատիրոջ հետ, որպեսզի հասկանա նախ ինչ գին է որոշված։ Կարծում եմ, պետք է դա բանակցել սեփականատիրոջ հետ, որպեսզի հասկանա նախ ինչ գին է որոշված եւ նաեւ գիտեք ցանկացած հաճախ լինում է, որ իրական գինը շատ խաբուսիկ է, այսինքն ինքը կարող է այնքան պարտքեր ունենալ, որ օրինակ թե եթե մի հիմնարկություն արժե $100, բայց $80 պարտք ունի, բնականաբար $20 պետք է գնել, պատկերացրեցիք, այսինքն տարբերությունը ունեցած պարտավորությամբ, նաև որպես իրավասու հանձնաժողովի անդամ քննարկում է պետությունը գնել այդ կազմակերպությունը։ Գնելը դրա տարբերակներից մեկն է։ Դա քննարկման ընթացքում է, երբ որ ներկայացվում են խնդիրները, ասենք ֆինանսական կառույցները նաև քննո մարմինացեք հաշվի քննիչ պալատին կարող անձնել կամ անկախ աուդիտի անձնել, միջազգային աուդիտը քննություն անցկացնի եւ բալանսը ներկայացնի հասարակության, ներկայացնի պետության եւ սեփականատիրոջը։ Համաձայն բալանսի, եթե ստացվի, որ բալանսը բացասական է, կարող են արդեն բանակցել գնումների կամ Պարոն Բագրատյան, հիմա ես ուզում եմ հարցնել, երբ որ վարչապետը ասում է շատ արագ պետք է այդ գործընթացը տեղի ունենա, ինչպես է տեղի ունենալու, ինչ եք անելու։ Ես կարող եմ ենթադրել, որ այլևս այդ իմ ասած ստուգումները կատարվել են, իրականացվել են։ Այսինքն այն 2 ամսվա ընթացքում կամ 3 ամսվա ընթացքում կամ նույնիսկ դրանից առաջ, որովհետև հնարավոր է ամբողջ գործունեությունը վերլուծվել է եւ կան փաստեր, որոնք հիմքեր են տվել վարչապետին այդ մասին խոսելու բարձրաձայնել։ Ազգային ժողովը հաստատել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը 67 կողմ 0 դեմ ձայներով։ Ընտրվելուց հետո Զեյնալյանն ամբիոնի մոտ երդվել է ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ, մնալ սահմանադրական դատարանի դատավորի կոչմանը։ Հիշեցնեմ, սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ 9 տարի ժամկետով ընտրվել էր միեդի դատավոր։ Թուրքիայից ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպում չի նախատեսվում։ Վարչապետի մամուլի քարտուղարն է հայտարարել։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը վաղ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա, իսկ Ալիևն այսօր է մեկնել եւ արդեն հանդիպել Էրդողանի հետ։ Անհետ կորածների հարազատները Երևանից փակ են պահում Բաղրամյան պողոտան, այն երկկողմանի փակ է։ Բողոքի ալիքը բարձրացրել էր ԱԱԾ տնօրենի ազատումից հետո, քանի որ իրենց խոսքով Արմեն Աբազյանն էր զբաղվում իրենց հարազատների հարցերով։ Նրանց հանդիպելու է գնացել ոստիկանության պետի տեղակալը Վարդան Վարդանյանին, փոխանցել են, որ հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Հարազատները մտահոգություն ունեն, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործունքայլեր չի անի անհետ կորածների հարցերով եւ հարցը կմտնի փակուղի։ Արմեն Աբազյանը գլխավորում էր անհետ կորածների հարցերով սպասվող հանձնաժողովն ու վստահեցրել էր, որ մինչև վերջ իրենց կողքին է լինելու։ Հիշեցնեմ, 3 ազգային ժողովում էլ վարչապետն էր հայտարարել, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի կարող փոխել, քանի որ կա ինստիտուտ եւ ինստիտուցիոնալ կառույց։ Ավելորդ մի վատացեք էլի, ավելորդ մի վատացեք։ Ամնեք, քշում եմ մարդկանց վրա։ Չկա տենց բան։ Թող թեքվեն գնան, մնացել է քշեն։
Գործարար Սամվել Կարապետյանին տարել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։ Սա անսպասելի է եղել փաստաբանների համար, քանի որ ակնկալվում էր, որ Կարապետյանին պետք է տեղափոխեին կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնեմ, 3 դատարանը 2 ամսով կալանավորեց Տաշիր ընկերությունների խմբի ղեկավարին իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հանելու մեղադրանքով։ Համեմատաբար վերջերս կառուցված բանտում պահում են եւ բանտարկյալներին, եւ դատապարտյալներին։ Սամվել Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։ Մեր պայքարը շարունակվելու է, մենք բողոք հարկելու ենք, էսի աբսուրդի գագաթնակետն է։ 0 փաստական հանցակազմով մարդուն կալանավորում են, այս ձևով ցանկացած անձի կարան կալանավորեն, մեր գնահատմամբ սա ապօրինի է եւ մենք սա բողոք հարկելու ենք։ Խոսքը փոխանցում եմ իմ ընկերոջը։ 2 ամիս ժամկետով կալանքի մասին է խոսքը։ Մեր հակափաստարկները շատ էին, ինչպես նկատեցիք 4 ժամ անընդմեջ դատական նիստ է տեղի ունեցել եւ 4 ժամից 3.5 ժամը կարող եմ նշել, որ պաշտպանական կողմի ելույթն է եղել։ Բնականաբար այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում քրեական օրենսգրքով մեղծագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին։ Ուստի կարող եմ այս բանին միայն նշել, որ որոշումը ակնհայտ ապօրինի է եւ որևիցե կերպ չենք կարող հասկանալ նման պայմաններում անձին կալանավորելու չգիտենք, չենք ծանոթացել դեռ որոշմանը, չենք կարող անգամ պատկերացնել, թե պատճառաբանությունները ինչպիսինն են։ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գեորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է արվել նաև տարածաշրջանի զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության հարցերի։ Ավելի վաղ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար գրակի մոտ, հարգել Սուրբ Նահատակների հիշատակը։ Ալկասերը դարձավ Իսպանիայի 42-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային ավականու բոլոր 5 կուսակցությունները միաձայն ընդունել են հայտարարությունը, որով դատապարտում են Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը եւ ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։ Քաղաքային խորհուրդը կոչ է արել Իսպանիայի մյուս տեղական ինքնակառավարման մարմիններին, Վալենսիայի եւ Իսպանիայի խորհրդարաններին, նաեւ Թուրքիայի կառավարությանը հետևել իր օրինակին եւ նույնպես ճանաչել 20-րդ տարի առաջին ցեղասպանությունը, այդպիսով պայքարելով հանուն արդարության եւ ընդդեմ մոռացության։ Նիստի ներկայ են Իսպանիայի Արարատ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը եւ Ալկասերի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Արարատ Ղուկասյանը շնորհակալական խոսքում իրադարձությունը պատմական է որակել, նշել, որ Ալկասերը ցույց տվեց, որ ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն եւ արժանի են ճանաչման, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից, որոնց դժբախտաբար ականատես ենք լինում մեր օրերին։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ Ամերիկյան հետախուզությունը սենատորներին տեղեկացրել է, որ իր նախորդ եզրակացություններն այն մասին, որ Իրանն աշխատանք չի տանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ հաստատվել են։ Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է, որ հունիսի 16-ին արդեն Իրանի վրա Իսրայելի հարձակվելուց հետո սենատորները տեղեկացված են եղել, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները դեռևս որևէ ապացույց չեն տեսնում, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, ասվում է հրապարակման մեջ։ Նախագահ Դոնալդ Թրամփին հունիսի 17-ին հիշեցրել են այս ամենի մասին, ինչինի պատասխան նա ասել է. «Ինձ հետաքրքիր չէ, կարծում եմ նրանք շատ մոտ են եղել միջուկային զենք ստեղծելուն»։ Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահը այս կապակցությամբ ասել է. «Այդ դեպքում ստացվում է, որ նախագահը ըստ էության մերժում է բոլոր հետախուզական տվյալները։ Ես նվազագույն պատկերացում չունեմ, թե ինչպիսին է այժմ ԱՄՆ քաղաքականությունը այս ամենի վերաբերյալ։ Ես հետախուզության հանձնաժողովի փոխնախագահն եմ, բայց եթե ես նվազագույն պատկերացում չունեմ, ապա ինչ է հայտնի ամերիկյան ժողովրդին», հավելել է փոխնախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մի քանի շաբաթից կարող էր միջուկային զենք ունենալ եւ եւս մեկ անգամ շեշտել է, որ դա թույլ տալ չի կարելի։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Թրամփը նաեւ ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել Իրանի հետ կնքել միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր, որը նրա խոսքով շատ մոտ էր։ Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը դա դեռ հնարավոր է համարում։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ հայտնել է, որ այժմ նպատակը ոչ թե Իսրայելի եւ Իրանի միջև հրադադար
պայքարի հաստատումն է, այլ լիակատար հաղթանակը։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին աջակցության համար եւ նշել, որ Իսրայելը քայլ առ քայլ առաջ է գնում Իրանի միջուկային օբյեկտների եւ բալիստիկ հրթիռների ներկայացրած սպառնալիքը ոչնչացնելու ուղղությամբ։ Ֆրանսիայի պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 18-ին կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել այն հարվածներն Իրանի ուղղությամբ, որոնք կապված չեն նրա միջուկային կամ հրթիռային ծրագրերի հետ։ Ֆրանսիայի ղեկավարը նաև ընդգծել է իր մտահոգությունն այն մասին, որ Իսրայելի հարվածներն ավելի ու ավելի հաճախ են խոցում Իրանի միջուկային կամ բալիստիկ ծրագրերի հետ կապ չունեցող թիրախները եւ սրում լարվածությունը, ինչն Իրանում եւ Իսրայելում հանգեցնում է քաղաքացիական զոհերի թվի աճի։ Մակրոնը բացի այդ հանձնարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոին առաջիկա օրերի նախաձեռնությամբ հանդես գալ մտերիմ եվրոպական գործընկերների հետ համագործակցության հարցում, նպատակ ունենալով պահանջկոտ բանակցային կարգավորում առաջարկել, որը կարող է վերջ դնել Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը։ Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Իրանի Արաք եւ Խոնդաբ քաղաքների բնակիչներին տարհանել դրանց ուղղությամբ պլանավորած հարվածների պատճառով։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ այս շրջանում աշխատում է իրանական ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ մի շարք հարվածներ են հասցնում Թեհրանում եւ Իրանի եւս մի քանի շրջաններում գտնվող օբյեկտներին։ Իրենց հերթին իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի արևմուտքի Քերմանշահի նահանգի Քասրե Շիրին քաղաքում անվտանգության ուժերը հետևել եւ ձերբակալել են իսրայելցի հետախուզական ծառայության 6 կին գործակալի։ Լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն ավելի ուշ։ Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել կապված Իրանի կողմից հրթիռային հերթական հարձակման հետ։ Երկնքում ակտիվորեն աշխատել են հոբ միջոցները, լսվել են պայթյուններ։ Իրանական հրթիռային հարվածից հետո հարված է հասցվել Իսրայելի հարավում գտնվող հիվանդանոցին եւ Թել Ավիվի մոտ գտնվող երկու քաղաքներին։ Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնում են, որ վիրավորվել է ավելի քան 40 մարդ։ Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հարավում գտնվող հիվանդանոցին հասցված հրթիռային հարվածի հիմնական թիրախը մոտակա ռազմական եւ հետախուզական բազան էր, այլ ոչ թե բժշկական հաստատությունը։ Իրանական կողմը նշել է, որ հիվանդանոցը ենթարկվել է միայն պայթյունի ալիքի ազդեցությանը եւ նախատեսված թիրախը նկարագրել է որպես ռազմական օբյեկտ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանագնացները պատրաստ են հանդիպել հունիսի 22-ից հետո։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս իր կարծիքով անկեղծորեն ձգտում է կարգավորման։ Մենք անպայման կհենվենք Չինաստանից, Հնդկաստանից եւ BRICS-ի մյուս երկրներից մեր բարեկամների դիրքորոշման վրա։ Մենք մշտապես կապի մեջ ենք նրանց հետ այս հարցի շուրջ։ Նրանք նույնպես շատ մտահոգված են այս առնչությամբ եւ մենք շնորհակալ ենք նրանց այն բանի համար, որ մտածում են եւ տարբերակներ են փնտրում, հավելել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ռուս դիվանագետը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերներին Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի տարածքով Իրանից տարհանման հարցում օգնության համար։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, այդ թվում իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդի հետ։ Զրույցի ընթացքում քննարկել են Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Անանդը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Իրանից Կանադայի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզական ղեկավար Օրհան Սուլթանովին։ Այս մասին ասվում է ազգային պաշտպանության նախարարության կողմից սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունում։ Հանդիպմանը քննարկված թեմաների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Եվ եղանակ վաղը նույնպես եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանն էլ կշարունակի բարձրանալ։ Այսքանը հիշեցնեմ, վարչապետը վաղը մեկնում է Թուրքիա, այս թեմայով վերլուծությունը րոպեներ անց է, բաց չթողնեք։ Հաջողություն։